Սովորաբար այդ համերաշխությունը երբեմն ինչ-որ մեկի հաշվին է լինում։ Կարողացել եք բալանսավորել, թե ում է։ Չէ, բալանսավորված էր մեր այդ։ Ով էր զիջում շատ։ Երկուսը զիջում ենք մեկս մյուսի։ Զիջում։ Պատահել ես էլ սխալ եմ ունեցել։ Կինս ասում էր, այդ բանը չի կարելի։ Ինչ էիք անում։ Հա, ասում էր լավ, հասկացանք իրար։ Կամ ես էի իրեն ասում։ Ներողություն խնդրում էիք, որ սխալ էիք լինում։ Չէ, ներողություն չէ, ուղղակի ձեռքով հասկացնում էի, որ հասկացանք իրար։ Ներողության փոխարեն այդ ժեստն էիք իրարու։ Մեթոդ է։ Իմ կինս լավ կին է եղել։ Պարոն Ավետիսյան, ամուր ընտանիքի համար ո՞նց եք կարողացել այնպես անել, որ ձեր կինն էլ երջանիկ լինի, դուք շատ ջերմ հիշեցիք իրեն։ Ամուր ընտանիքի կապը դա մարդու եւ կնոջ միասնությունն է։ Եթե ես իմ տիկնոջ Լիզայի հետ համերաշխ չլնեի, համակերպված չլնեի, երբեք ամուր ընտանիք ստեղծել չէի կարող։ Մենք շատ լավ մարդիկ ենք, նկարները կար, հետո ցույց կտամ ձեզ։ Անպայման։ Սիրով մարդիկ ենք եղել եւ մինչեւ վերջին րոպեներ իրար հետ այդպես սիրով բաժանվել ենք իրարից։ Դե որ առանց նամակի, առանց զանգելու 5-6 տարի սպասել է պատերազմից, հետ գաք շատ է սիրել։ Այն ժամանակ պալավոյ պոստան էր, նամակը տեղ չէր ասնում, եռանկյունի նամակն էր, 1000-ից մեկ ես իմ հասներ թե չհասներ, պատահում էր, որ օտպուսկ եկող էր լինում, ես նամակ էի տալիս, օրինակ մեր հարևան յուղից Խուդոյան Սեփան կար, նա որ գալիս էր օտպուսկի, ես նամակ էի գրում, գումար էի տալիս, ուղարկում էի տուն։ Բա որ գաղտնի էր, ոնց էր բերում տալիս, բոլորը կիմանային, որ ասել Վարոսը Լիզային նամակ բերեց։ Նամակը հա, գաղթ չէ, նամակը ինչ, բարև, մենք լավ ենք առաջ ենք գնում, ուրիշ բան, ծրար նամակի մենք ուրիշ բան չենք գրում, իրանք էլ չունենք գրելու։ Իսկ հիմա նամակները դարել են մի վայրկյանում։ Հա, դե հիմա ուրիշ, հիմա կարծակնային ժամանակաշրջանը, հիմա ինչ ասես, չկա այդ անտեր հեռախոսները, Դա լավ է, թե վատ։ լիվաթելը, Լավ է դա, թե վատ։ լավ է, շատ լավ է։ Հետո տեխնոլոգիաները հեշտացնում են կապը։ Օրինակ դուք ձեր աղջկա հետ խոսում եք, չէ, վիդեոկապով, կարոտանում։ Այն ժամանակ մենք ակումբի վարի չունեինք, ասում էր շուտով ժամանակ կգա, դուք կնստեք ձեր տանը, Մոսկվայում մարդիկ խոսի դուք կտեսնեք, ասում են ո՞ս կարող է այդպիսի բան լինի։ Այդ հեռուստացույցն էր։ Եղավ այդ բանը, ասում են շուտով հեռախոսով, որ խոսում ես, կարող է պատկերը տեսնես։ Հավատալու բան չէ, բայց կատարվեց, զարգանում է։ Հիմա գիտությունը, տեխնոլոգիան ահռելի թափով է զարգանում, ահռելի թափով, դա շատ լավ է։ Վարոս պապ, արհեստական ինտելեկտի մասին գիտեք։ Այդ ինչ է, շատ են խոսում, այդ ինչ։ Դե են, որ մարդու տեղ մտածում են էլի ռոբոտները։ Հա։ Էլ կարող ենք մենք չմտածել նույնիսկ, մեր փոխարեն։ Դա լավ բան չի, լավ բան չի։ Մարդկության համար դա։ Ուսանողին հանձնարարեք ռեֆերատ գրի, գնում է, արհեստական ինտելեկտին պատվիրում է ռեֆերատ, ինչ որ մի թեմայով, ավարարի ճակատամարտի թեմայով, ռեֆերատը պատրաստ գալիս է։ Սա շատ վտանգավոր ուղղություն է, շատ վտանգավոր է։ Մարդը ինքը պետք է մտածի, ինքը պետք է ստեղծի, ոչ թե ռոբոտը նախ այդ ռոբոտը ստեղծողները շատ սխալ արեցին, որ ստեղծել են։ Ինչը։ Ռոբոտ ֆուտբոլ է խաղում, ռոբոտը չգիտես թվաբանական խնդիրներ է լուծում։ Մատուցող է աշխատում։ Հա։ Տարեցներին է խնամում։ Աշխատում է։ Ես այդ ռոբոտներին դեմ եմ։ Դա լավ բան չի, մարդկության համար երբեք լավ բան չի։ Քան կուզես հարցեր տու։ Ես ինչքան ուզեք կտամ, ինձ ինչ։ Այդ լենթերը չլրանա, թոշակից հետո ինձ կանչի նորից դպրոց։ Գնացի մինչև 2003 թվականը աշխատել եմ դպրոցում։ 80-ամյակս
Այդ դպրոցում անցկացրեցին, ընկերալից Սարգսյանը մարզպետ էր, նա կազմակերպեց եւ Ինչ հատկանիշներ պիտի ունենա մանկավարժը, որ հաջողություն ունենա եւ սիրված ուսուցիչ լինի մինչեւ կյանքի վերջին օրը։ Ես պատմություն էի տալիս։ Այդ առարկան դու ինքդ պետք է լավ տիրապետես, որ կարողանաս հատուցել երեխաներին։ Ես հումորով էի մտնում դասարան։ Շատ երեխաների հետ օրինակ պայմանավորվում էինք, որ օր դասդ կսովորես, մատդ կտնես քսից վրա։ Չսովորող երեխային էի ասում, կամ ականջից ձեռ կտաս։ Մտնում էի դասարան, նայում էի այդ չսովորող երեխաներին, տեսնում եմ մատ տրել է քթին։ Մեկին հարցնում եմ, նորին էի հարցնում։ Որ մյուսները գլխի չընկնեն։ Հա։ Պես երեխաներին ես միշտ տանում էի էքսկուրսիա, ամեն տարի 10-րդ դասարանցիներին տանում էի Մոսկվա, Լենինգրադ, Կիև, Թբիլիսի, Երևան։ Ամեն տարի։ Աշխարհը որ ճանաչեն։ Ծրի էր այն ժամանակ, ամենից ծրի էր։ Երեխաներին ես տանում էի Կարմիր սար ենք ասում այդ բլուրները որ կան։ Սա Խոսրով թագավորի ֆերմաները գտնվում են մեր այդ սարերում։ Խոսրովա դուխտը, Խոսրով աղջիկը այս տերիտորիայում էր գտնվում։ Ես ամեն տարի երեխաներին տանում էի այդ տերիտորիաները ուսումնասիրելու։ Գտնում էինք մետաղի կտոր, աղբսի կտոր, ամաններ եւ այլը, ոսկե դրամ են գտել ընդեղից նորից, զենքեր են գտել։ Եվ այդ բոլորը ես բերել էի դպրոցում, թանգարան էի կառուցել։ Այդ թանգարանը մտավ թանգարանների շարքում, եկան նայեցին, սակագրեցին, այսօր կարող էի միլիոններ աշխատել, հնարավոր էր։ Դու ջուր քաշել էր, գազ քաշել էր, լույսը սաղ գումար էր, բայց ես այդ բանին չեմ հետևել։ Վարուս պապ, որ գյուղապետ էի, գյուղսովետի նախագահ էիք, 4 գյուղը ձեր ձեռքի տակ, ամեն ինչ դուք էիք ղեկավարում, այդ տարին չհարստացաք, ոնց որ սովորաբար հարստանում են։ Չէ, ոչ մի 15 տարվա մեջ մոտ 5000 բնակչություն էր։ Ոչ մի կոպեկ ես աս չեմ ունեցել։ Ես եղել եմ մանկավարժ։ Մանկավարժի ոգով եմ ել գյուղական սովետը ղեկավարել։ Ազիվ եմ եղել։ Փառք Աստծո, տեսնում եք էլի։ Էս մի տուն ունեք։ Հա։ Ես հորս սարքազներ։ Եմ կողմիններ ես եմ սարքել։ Գյուղսովետի նախագահության ժամանակ, էդ է եղել։